Զուտ ավելացումը 187 միլիոն դրամ է։ Արձագանք ունեք։ Չեմ։ Խնդրեմ պարոն Մինասյան։ Պարոն Հովհաննիսյան, մի քանի հարց։ Առաջինը 2026 թվականի համար արդյոք նախատեսված է անձնական տվյալների պաշտպանության ոլորտի զարգացման վրա ուղղված ֆինանսական միջոցներ եւ օգտվելով առիթից ձեզ, ինչպես նաեւ հետագա զեկուցողներին այս հարցը ուզում եմ ուղղել եւ խնդրեմ հստակ պատասխան։ Ինչպիսին է ձեր վերաբերմունքն ու գնահատականը անձի անձնական տվյալների վերաբերյալ ապօրինի հավաքագրման, հրապարակման ուղղությամբ։ Այդ թվում ընդամենը օրեր առաջ մարդկանց բնակարանում կատարված գաղտնի տեսագրությունը բաղնիկում, ննջարանում եւ որպես կառավարության անդամ ձեր գնահատականն եմ ուզում տեսնել, լսել եւ նաեւ ինչպես նշեցի, մյուս գերատեսչությունների ներկայացուցիչներն էլ այս ուղղությամբ հստակ գնահատական չեսնեն եւ դրա շրջանակներում առաջի հարցը անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ արդյոք նախատեսված են ֆինանսական լրացուցիչ ռեսուրսներ եւ այդ ուղղությամբ քննարկումներ եղել են թե ոչ։ Երկրորդ հարցը վերաբերում է Սահմանադրությամբ ամրագրված հանրային խորհրդի ֆինանսավորմանը։ Շռնդալից կերպով մեծամասնությունը քվեարկությամբ հանրային խորհրդի լիազորություններ սահմանեց եւ այդ լիազորությունները բնականաբար ենթադրում են նաեւ նոր ռեսուրսներ։ Արդյոք 26 թվականի համար նախատեսված են եւ ինչ ծավալի մասն է խոսք գնում։ Երրորդ հարցը վերաբերում է, քանի որ մենք գործ ունենք պետական իրավական ոլորտի գերատեսչությունների հետ, որոնց գործունեությունը հուշ կարևոր նշանակություն ունեն կառավարման ոլորտում որակի ապահովման տեսակետից, արդյոք նախատեսված ֆինանսական ռեսուրսներ կան օրենսդրական մինչ կարգավորումը եւ հետ կարգավորումը ազդեցության գնահատումների մասով։ Այսինքն ավելի պարզ բան է, մշակվում է օրենքի նախագիծ, կառավարության որոշման նախագիծ, նորմատիվ իրավական ակտի նախագիծ, արդյոք կա հատկացված միջոցներ կամ պլանավորված միջոցներ, որոնք սրանց ազդեցության գնահատումը, մինչև կարգավորումը եւ նաեւ կարգավորումից հետո համակարգը զարգացնելու կամ համակարգը առավել հիմնարար մշակելու ուղղությամբ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Մինասյան։ Առաջինը անձնական տվյալների պաշտպանության հետ կապված Արդարադատության նախարարությունում այս ուղղությամբ կա առանձին մարմին, որը զբաղվում է անձնական տվյալների պաշտպանության հարցերով։ Սակայն կա առաջարկ ստեղծել առանձին անկախ մարմին, որի հետ կապված առանձին դրույթներ հենց վաղը քննարկվելու է վարչապետի գլխավորությամբ։ Եվ եթե որոշում լինի այն մասին, որ պետք է առանձին մարմին լինի, ապա դա տեղի կունենա եւ միջոցները կհատկացվեն հավելյալ։ Այս պահի դրությամբ այդ առանձին մարմնի ստեղծման համար միջոցներ նախատեսված չեն։ Ես ինչպես ցանկացած Հայաստանի Հանրապետության քաղաքացի կարծում եմ, որ անձնական տվյալները պետք է պաշտպանված լինեն եւ ապօրինի դրանց ձեռքբերումը եւ տարածումը իհարկե դատապարտելի է։ Եվ կարծում եմ, որ մեր կառավարությունում չկա այդպես մարդ, որ այդպես չի մտածում։ Արձագանքում եք։ Հանրային խորհրդի ֆինանսավորումը նախատեսված է վարչապետի աշխատակազմի բյուջեում եւ կարծում եմ, եթե հիմա ժամանակ չծախսեմ, պարոն Հարությունյանը
կարծում եմ դրան կանդրադառնա։ Ազդեցության գնահատման հետ կապված արդեն ասեցի, որ մենք ունենք այդպիսի ֆունկցիա, մի ֆունկցիան գտնվում է վարչապետի աշխատակազմում, ով գնահատում է կարգավորումների ex-ante, այսինքն մինչև ընդունումը դրանց ազդեցության գնահատումն է իրականացնում, իսկ ֆինանսների նախարարությունում բյուջետային ծրագրերի գնահատման նոր ֆունկցիա ենք ստեղծել, որը արդեն պարբերական գնահատումներ կիրականացնի 2026 թվականից սկսած։ Այսինքն ես պատմում էի նրա մասին, որ վերջի 2 տարիներին մենք այստեղ մեթոդաբանություն ենք մշակել, մարդկանց կրթել ենք եւ այլն, պատրաստել ենք, որպեսզի այդ գործը հնարավոր լինի անել, եւ 2026 թվականից արդեն կանոնավոր կերպով այս գնահատումները կանենք։ Կարծում եմ դուք նաեւ քաջատեղյակ եք, որ այդ ձեր ասած խնդրի լուծման համար նաեւ պատասխանատու է հաշվի քննիչ պալատը տարբեր ծախսերի եւ պրոցեսների արդյունավետությունը գնահատելու եւ ազգային ժողովին ուղիղ հաշվետու լինելու առումով։ Այսքանը կարող եմ պատասխանել ձեր հարցերի վերաբերյալ։ Շնորհակալություն արձագանքում եք, պարոն Մինասյան։ Շնորհակալություն, պարոն Հովհաննիսյան, բայց ես առաջին հարցի շրջանակներում չլսեցի կոնկրետ դեպք, որ ես բերեցի, դրա վերաբերյալ ձեր գնահատականը եւ եթե դա նույնպես դիտարկում եք, դա այն դեպքն է, երբ որ անձի բնակարանում իրականացվել է տեսագրություն ինտիմ հարաբերության մասին վերաբերյալ եւ հրապարակվել է։ Նախ որպես կառավարության անդամ խնդրեմ, որպեսզի այս վերաբերյալ ձեր հստակ գնահատականը եւ նաեւ միջոցառումները, որոնք որ նախատեսվում է ձեռնարկել նման այլանդակությունը եւ հանցագործությունները կանխելու ուղղությամբ։ Երկրորդ հարցի մասով այնուամենայնիվ եւ իդեպ առաջին հարցշրջանակներում նորից եմ կրկնում, խնդրեմ, որպեսզի բոլոր զեկուցողները անդրադառնան, որովհետեւ եթե մենք պետք է պայքարենք համընդհանուր ձևով ապօրինի այս երևույթի դեմ, ուրեմն բոլոր գերատեսչությունները պետք է այս հարցին իրենց հստակ գերատեսչության ներկայացուցիչները իրենց վերաբերմունքը արտահայտեն։ Ինչ որ ես չեմ լսել կառավարության պաշտոնական դատապարտումը այս երևույթների առումով։ Ես լսել եմ մարդու իրավունքների պաշտպանի գնահատումը, առանձին падգամավորների գնահատում, բայց ոչ կառավարության, գործադիր իշխանության։ Եվ երբ որ դուք հղում եք տալիս արտարադատության նախարարությանը, արտարադատության նախարարության համակարգում գործում է գործակալությունը, որը նույնիսկ այսօրվա օրենսդրության շրջանակներում եւ նաեւ կոնվենցիոնալ պարտավորությունների շրջանակներում պետք է գործի անկախ, որը ցավոք սրտի չի ապահովում ըստ էության հենց գործադիր իշխանության ճնշման պատճառով։ Հիմա երբ որ դուք ասում եք անկախ մարմին ստեղծելու գաղափարը, ինչը ողջունելի է բնականաբար, որովհետև նորից եմ կրկնում, կոնվենցիոնալ պարտավորությունների շրջանակում անձնական տվյալների պաշտպանությունը համարվում է առաջին կարևորության գործառույթը պետության։ Կառավարության, ազգային ժողովի, դատական իշխանության, մյուս մարմինների, բայց ոնց որ թե այդ մասով չկա, քանի որ քաղաքականության տար էինք եւ նաեւ ենթադրում է ֆինանսական քաղաքականության ուղղվածություն, նաեւ այդ շրջանակներում է որ հարցը տալիս է։ Երրորդ հարցի շրջանակներում դուք ասում եք, որ այսօր կա որոշակի համակարգ, հենց իմ հարցը հենց դրան էր վերաբերում, այսօրվա համակարգը արդյունավետ չէ։ Եղել են բազմաթիվ դեպքեր, երբ որ օրենքի նախագիծը 1-2 գնահատական է տրված, սկսած իրավականից, ավարտված ֆինանսատնտեսական, սոցիալ-տնտեսական ազդեցության տեսակետից, բայց ոչ միայն խորությամբ չկա ուսումնասիրություն, այլ նաև հետագայում այդ կարգավորումը բացասական ակնհայտ ազդեցություն է ունենում եւ հետադարձ կա, որ այս կարգավորումը սխալ էր, որովհետեւ բերեց սրան, որևէ ազդեցություն չի ունենում հետագա փորձերի վրա։ Իմ ասած հարցի իմաստը սա է,
ինչպես է նախատեսվում, ինչ է նախատեսվում, որ այս համակարգը վերափոխվի, դառնա առավել արդյունավետ, առավել կիրառելի, այլ ոչ թե ուղղակի ձևականության համար թուղթ սևացնելու համար գրում են դիտողություններ, առաջարկություններ չկա կամ որևէ ազդեցություն չկա կամ չեզոք է ազդեցությունը, բայց պրակտիկայում հենց սկսում է կարգավորումը, մենք տեսնում ենք, որ թե սահմանադրականության հետ կապված հարցեր են առաջանում, թե սոցիալ-տնտեսական կյանքում բացասական դրսևորումներ են ունենում եւ այլն։ Իսկ մյուս մասով հուսամ վարչապետի աշխատակազմի ղեկավարը կանդրադառնա հանրային խորհրդի մասով։ Պարոն Մինասյան, ես ընդհանուր առմամբ արձագանքեցի ձեր առաջի հարցին եւ դա վերաբերվում է բոլոր դեպքերին եւ կարծում եմ Հայաստանի Հանրապետության օրենքներն էլ հստակ պաշտպանում են մարդու անձնական տվյալները եւ որևէ դեպքի առիթով չեմ կարող ես ասել, որտեղ տենց նախ չեմ մտածում, հետո դա կհակասեր Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, որ ասեի ես օրինակ ողջունում եմ, որ ինչ որ մեկի անձնական տվյալները ինչ որ մեկը գողանում է եւ հրապարակում է։ Բնականաբար ցանկացած դեպք, այդ թվում ձեր նշած դեպքը, որին իհարկե ես մանրամասն ծանոթ չեմ, բայց իհարկե դատապարտելի է։ Մնացած մասերով կարծում եմ պարոն Հարությունյանը արձագանքի այն մասով, ինչ որ ես կարող եմ արձագանքել, ես կարող եմ ասել, որ մենք ստեղծել ենք այնպիսի գործիք, որ վստահենք, որ արդյունավետ կերպով մեր բյուջետային ծրագրերի իրականացման արդյունավետությունը կարողանալու ենք շատ ավելի լավ գնահատել եւ առաջարկություններ ներկայացնել նրանց փոփոխության կամ կասեցման վերաբերյալ։ Եվ եթե ձեզ հետաքրքիր է, կարող ենք այդ հաշվետվությունները նաեւ ուղարկենք ազգային ժողով, որպեսզի դուք էլ ծանոթ լինեք այն ամեն ինչին, ինչ մենք անում ենք։ Շնորհակալություն, այլ հարցեր կան, հարգելի գործընկերներ։ Շնորհակալություն, պարոն Հովհաննիսյան, դուք կարող եք զբաղեցնել ձեր տեղը։